Հարազատ ժպիտ ու բարի աչքեր Եվ խստության տակ տակծած մեծ սեր Խաղաղություն է հավերժան փոփում Ձեր ուսուցչի վեր անաղարտ հոգում Քանի դեռ գիտեմ կա աշխարհում լույս Ամենացորդ սեր ու մարդկային ուժ Ձեր հոգու հոսող հզոր կետերից Մեր կյանքն է առնում նոր երանք նորից Հարազատ ժպիտ ոնց այնքան մեղմ է Բարի աչքերով դիպչում մեր սրտին Մեզ հույս ջերմություն տվող պարգև է Մեր վեր ուսուցչի հայացքը նրբին Ուսուցիչը շահել ենք այս կյանքում Քանի որ ճանաչում ենք ձեզ Զուստ չենք ապրում Չէ որ մեր հոգում Դաստիարակել եք արժեքներ մշտակես Գովերգում ենք ձեզ հարգանքով Մեր ուսուցիչ ջերմագին հոգով Սուրբ է սերը որ մեզ եք տալիս Ձեր ամեն գալուց գարունն է գալիս Վեր է սիրով լի ձեր քաղցր սիրտը Ինքնազոհ հերոսներ եք մեզ համար Ամուր են ձեր շնչի բոլոր խոսքերը Լույս եք մեր փոքրիկ կյանքերի համար Նա տեսավ զգաց անգամ կաղճի փոշի, որ միջով անգորոսուցիչ է Եվ իր աշխատասենյակում, երբ որ նա նստեց արդեն այնտեղ ինձանքում, նա չփոխվեց, նա մնաց նույն մարդը, էլի ապրեց ուսուցիչի կյանքով, մնաց նույն ուսուցիչը։ Ընկերների ցանկում կարևորագույն տեղ ունեցող անձ, ոչ միայն որպես գործընկեր, այլ իմ համար շատ հարազատ մասնավորություն, աշխատանքային հարաբերություններում բազմաթիվ անգամներ Լուսիկ Սարգսյանը փայլել է իր մարդկային որակները, իր աշխատանքային կարողություններով, իր կառավարչական հմտություններով եւ ի վերջո իր մարդ տեսակով։ Ամենից առաջ մարդ է աշխարհում։ Մեծ խորհրդատու է, ում վստահում ենք եւ մեր ուրախ օրերը եւ մեր տխուր օրերը։ Կես Ալեքսանդր դպրոցի նվիրյալ է, կրթության նվիրյալ է։ Ես այդպիսի երկրորդ մարդ չեմ ճանաչում, ով ամեն ինչ իր ընտանիքը, իր անձնականը, իր առօրյան, իր ամբողջ 24 ժամը դպրոցին եւ կրթությանն է նվիրել ողջ կյանքում։ Եվ դա մինչև վերջին րոպեն։ Կես Ալեքսյանը մեզ համար ոչ միայն եղել է տնօրեն, այլ նաև նրա նվիրվածությամբ մեզ սովորեցել լինել ոչ միայն լավ աշակերտ, այլ լինել լավ մարդ։ Կես Ալեքսյանի ստեղծած դպրոցի ջերմ հոգատարության ու նվիրվածության շնորհիվ, նրա ստեղծած մթնոլորտի շնորհիվ ես շուտ ընտելացա միջավայրին, որտեղ դպրոցից համար դարձավ մեր սովորելու վայրը հարազատ կրթօջախ։ Ուրախ եմ, որ երեխաները սովորում են այս դպրոցում, շատ ուրախ եմ, որ Կես Ալեքսյանն այս դպրոցի տնօրենն է, այն որ մենք այս շենքում կանգնած ենք, դա շատ դժվար ճանապարհով անցած Կես Ալեքսյանի տարիների չարչարանքն է։ Դեռ աշակերտական տարիներից ես զգացել եմ ձեր մայրական հոգատարությունը, իսկ որպես աշխատակից ունեցել եմ ձեր թիկունքի զգացողությունը։ Անկեղծ ասած ինքը մեզ շատ մայրավար ընդունել ու մենք այստեղ հենց մտածողներից երբեք օտար չենք զգացել։ Դրա համար չգիտեմ, մի քիչ եք պատկերացնում, որ ինքը այդ ոսկին չլինի ոնց ենք ասել։ Այսպես էլ պիտի լինի իդեալական կերպար։ Հետո որ արդեն տնօրենի կարգավիճակում տեսա, ես զգացի, որ այդ իդեալական կերպարը այդպես է մնացել, ոչինչ չի փոխվել։ Ես որպես տնօրեն խաղաղում եմ հիմնական դպրոցի մանկավարժական կազմում, ինչպես նաև նշեցի Կես Ալեքսյանի առջև, ում զավակներին տվեց այնպիսի սեր, այնպիսի ջերմություն, որ ոչ միտեղ չեն ստացել երեխաները։ Մի որոշ ժամանակ եթե բաժանվում ենք, ինչ որտեղ ենք մեկնում առանց միմյանց հետ լինելու, զգում եմ, որ կարոտում եմ։ Իսկ այսօր շատ քիչ մարդկանց դու կկարոտես։ Դու նրանց հետ առնչվում ես, ասում ես բարև ձեզ, ասում ես տեսություն ձեզ, բայց կարոտի զգացում չես ունենում։ Այլ հենց Լուսիկի հետ այդ կարոտի զգացումն եմ ունենում։ Միշտ բարի ու կամեցող, միշտ կենսախինդ ու ժպտերես, դու իսկական ընկեր ես, դու այն
եզակի ընկերներից ես, որոնց կարող ենք անվանել իսկական ընկեր, որովհետև դու գիտես ինչպես սիրել, հոգ տանել, գնահատել ընկերոջը առանց շահի ու նախապայմանների։ Քեր Սարգսյանի ճանաչում եմ 1986 թվականից 7-րդ դպրոցում համատեղ աշխատանքի ընթացքում։ Նա կարողացավ հասնել այն բանին, որ դպրոցի համար, դպրոցի հին տեղամասում, դպրոցի հին շենքը ավերվել էր, չկար։ Դպրոցի հին տեղամասում կառուցվեց հոյակապ դպրոցական շենք իր բոլոր հարմարություններով։ Երբեք նա չի վհատվում։ Իր համառության, իր աշխատասիրության եւ իր կազմակերպական մեծունակությունների շնորհիվ նա կարողացավ շրջապատել եւ կոլեկտիվի անդամներին, եւ կոլեկտիվի անդամներն իրեն, եւ հրաշալի ձևով միջև հիմա կազմակերպել է գործունեություն աշխատանքային նոր մասնաշենքում եւ այժմ էլ շարունակում է։ Կրթական գործի իսկական գիտակ է, բայց նրա աշխատանքի գլուխգործոցի համարում 7-րդ դպրոցի հրաշալի շենքը, որը սոցցանցերում կոչում են երազանքների դպրոց։ Կարծիքով մեր մարզի լավագույն տնօրեններից մեկը, ով ոչ միայն կրթական համակարգում, այլ նաև շատ մարդկանց կյանքում այս հետ ունեցած լավ մարդ, լավ ընկեր, ուղղախոս, ուղղամիտ, առանց ձևականությունների։ Ընկեր Սարգսյանն իմ ընկերն է եւ ես շատ բարձր եմ գնահատում իր մարդկային արժանինքները, որպես ուժեղ տեսակ, որպես միևնույն ժամանակ մարդ, ով ունի շատ նուրբ եւ խրուն հոգի եւ այդ երկու արժեքների կոնտրաստը տվել է մարդու, որը sense մարդկային անալավ աուրան ունի։ Եվ նաեւ ընկեր, ով պատրաստ է միշտ կանգնել կողքիդ, երբ որ դրա կարիքն ունես, եւ իր խորհուրդներով միշտ ճիշտ ճանապարհ ցույց տալ։ Անգամ օրեր կան, որ մտովի իր հետ զրուցում եմ ու դա ինձ օգնում է, որտեղ ինքը ամեն ինչը շատ դրական է պատկերացնում։ Ոչ մի ցանկացած դժվարություն մտածում ենք, որ դրա վերջը ուրեմն լավ պիտի լինի։ Այդպես հեշտ է իր հետ զրուցելով անցկացնել անգամ մտքում։ Բոհեմ մանկավար, որը պատկով հաղթահարել է ժամանակի մարտահրավերներ ու կարգավորել ճգնաժամերը։ Ընկեր Սարգսյանը բառապացույց է դասավանդող եզակի տեսակին, որտեղ հիշում են կարգավորությունն ու ըմբռնումը, համբերատարությունն ու հետևողականությունը։ Բայց նորից շնորհակալ եմ իրեն, որ ինձ հասցրեց այն հասուն տարիքում, որ ես պատրաստ եմ արդեն ընդունել այլ կարգավիճակով, գալ դպրոց պարզապես որպես աշխատող։ Մինչև հիմա ուղղակի որպես աղջիկ, որպես երեխա գալիս էի ու գնում էի տուն ընտանիքի մոտ։ Հիմա մտածում եմ, որ պետք է մտնեմ դպրոց արդեն հասուն ու կայացած աշխատող։ Ընկեր Սարգսյանի ղեկավարության կոլեկտիվը դարձավ մի մեծ ընտանիք ու մենք մեր էքսկուրսիաների չեմ կարող այդպես ինչ-որ արտասովոր բան պատմել, բայց իսկապես շատ լավ են անցել, ցանկացած էքսկուրսիա, ցանկացած միջոցառում, ցանկացած դպրոցում կամ դպրոցից դուրս կազմակերպած միջոցառում յուրօրինակ է եղել, քանի որ նորից եմ ասում, ինքը ամեն ինչ անում էր, որ անմոռանալու լինի այդ օրը։ Սարգսյանը իրոք շատ մեծ ներդրում ունի կոնկրետ համար, իսկապես թե խորհրդով, թե աջակցությամբ, թե ամեն ինչով միշտ մեր կողքին է եղել, միշտ իր կողքին է եղել ու ամեն հարցով աջակցել, ամեն հարցով։ Նա իր հետ չի տանում միայն տարիների վաստակը, այլ թողնում է իր անունը, իր խորհուրդը, իր օրինակն ու բարի ու հետքը բազմաթիվ սերունդների սրտերում։ Բարի, համբերատար, սկզբունքային, բայց երբ դարձավ տնօրեն ու քո աշխատանքի ոճը կարողացավ փոխել, եւ ամենաշատը գնահատում եմ, որ ինքը կարողանում է ուսուցչին թևեր տալ, ինքը կարողանում էր գնահատել։ Ինքը շատ բանիմաց, շատ գործունյա, ստեղծագործող, այդպիսի բնավորություն ուներ, սիրում էր լսել, սիրում էր սովորել, ինքը նոր բաներ
հորինել, ստեղծել, դասերի մեջ հետաքրքրություն մտցնել։ Միասին ձևավորեցինք հայոց լեզվի գրականության կաբինետ։ Իսկ կոլեկտիվը մի ուրիշ էր ինձ համար։ Իրանք իմ քույրերն են, աղջիկները բոլորը։ Մենք շատ ենք մտերիմ ենք եղել եւ շատ են ինձ աջակցել, իրանք շատ։ Շնորհակալություն իրանց, որ իմ կյանքի ինչ-որ մի հատվածում 13 տարի ես այս աղջիկների հետ աշխատել եմ։ Գես Սարգսյանի տղային, նրա դասպարն եմ եղել Լևոնին, ու ես նրան գիտեմ նաև որպես ծնող, ինչպես ենք մենք շփվել, եղել ենք ուսուցիչ ընկերներ, հետո որպես տնօրեն դա ոչինչ չի փոխել, նույն ձևով, նույն վերաբերմունքը, նույն գեղեցիկ հարաբերությունները։ Մեր ուսուցիչ ջերմակին հոգով սոպեսերը, որ մեզ եք տալիս, ձեր ամեն գալուց գարուն է գալիս։ Վերեսիրով լի ձեր քաղցր սիրտը, ինքնասով հերոսներ եք մեզ համար, ամուր են ձեր շնչի բոլոր խոսքերը, լույս եք մեր փոքրիկ կյանքերի համար։ Գիտեմ կա աշխարհում լույս, անմնացորդ սեր ու մարդկային ուժ, ձեր հոգու հոսող հզոր կետերից, մեր կյանքն է առնում նոր երանք նորից, հարազատ շփիտ ոնենքան մեղմ է, բարի աչքերով դիպչում մեր սրտին, մեզ հույս ջերմություն տվող պարգև է, մեր ուսուցչի հայացքը նրբին, ուսուցիչը շահել է 1986 թվականին առաջին անգամ մտել եմ Վանաձորի թիմի դպրոց, որպես ուսուցիչ, և 40 տարի այս դպրոցում։ 25 տարեկան է, երբ մտել եմ 65 որ մեզ եք տալիս, ձեր ամեն գալուց գարուն է գալիս, վեհեսիրով լի ձեր քաղցր սիրտը, ինքնասով հերոսներ եք մեզ համար, ամուր են ձեր շնչի բոլոր խոսքերը, լույս եք մեր փոքրիկ կյանքերի համար։